Բարև բոլորին։ Եկեք այսօր խոսենք մի բանից, որն իրականում մեր ամբողջ թվային կյանքի հիմքն է՝ համակարգչային ֆայլերից։ Այո, ձեր սիրած նկարներից մինչև ամենակարևոր աշխատանքային փաստաթղթերը, ամեն ինչ, բառացիորեն ամեն ինչ, ֆայլ է, եւ մենք միասին կպարզենք, թե ինչպես է այդ ամենը գործում։ Երբևէ եղել է, որ ֆայլ եք պահպանում ու հենց այդ պահին մտածում, իսկ սա իրականում ուր գնաց։ Կամ ասենք նայում եք անվանն ու չեք հասկանում ինչ է դա նշանակում։ Եթե այո, իմացեք մենակ չեք։ Մենք բոլորս ամեն օր ֆայլեր ենք օգտագործում, բայց անկեղծ ասած հազվադեպ ենք խորանում, թե մեխանիզմն ինչպես է աշխատում։ Դե ինչ, եկեք միասին լույս փռենք այս հարցի վրա։ Լավ, ահա թե ինչի մասին ենք խոսելու այսօր։ Կսկսենք ամենահիմքից, ինչ է ընդհանրապես ֆայլը։ Հետո կբացահայտենք, թե ինչպես է կազմված դրա անունը։ Կխոսենք ֆայլերի տեսակների անհավանական բազմազանության մասին, կսովորենք անվանման մի քանի պարզ կանոն եւ վերջում այս ամենը կկիրառենք իրական օրինակի վրա։ Գնացինք։ Ուրեմն սկսեցինք։ Բաժին առաջին։ Ինչ է համակարգչային ֆայլը։ Սա իսկապես ձեր համակարգչի ամենակարևոր հասկացությունն է։ Եկեք պատկերացնենք սա ամենապարզ ձևով։ Ֆայլը ըստ էության թվային տեղեկատվության համար նախատեսված մի տուփ է, մի կոնտեյներ։ Այդ տուփի մեջ կարող է լինել ամեն ինչ՝ ձեր արձակուրդի լուսանկարը, կարևոր փաստաթուղթ, ձեր սիրած երգը կամ նույնիսկ մի ամբողջ ծրագիր։ Լավ, եկեք այս գաղափարը բաժանենք 3 պարզ քայլի, որպեսզի ամեն ինչ տեղ ընկնի։ Առաջին, հիշենք, որ ֆայլը տեղեկատվության առանձին միավոր է։ Երկրորդ, ֆայլ ստեղծելու համար մեզ միշտ պետք է ինչ-որ ծրագիր։ Օրինակ, տեքստ գրելու համար բացում ենք տեքստային խմբագրիչ։ Ու երրորդ, ու սա ամենակարևորն է, հենց ֆայլի տեսակն է թելադրում, թե ինչ տվյալներ կարող են պահվել դրա ներսում։ Շատ լավ, անցանք առաջ։ Բաժին երկրորդ, անվան կառուցվածքը։ Ինչ է մեզ ասում ֆայլի անունը եւ, որ ավելի կարևոր է, ինչ է այն ասում համակարգչին։ Այս օրինակը ամեն ինչ պարզեցնում է։ Նայեք, տերև PNG։ Այստեղ տերևը այն անունն է, որը մենք ենք տալիս, որպեսզի հեշտ հիշենք։ Իսկ այս կետից հետո եկող կետ PNG-ն, որին ասում ենք ընդլայնում, իրականում համակարգչի համար է նախատեսված։ Հարց է առաջանում, չէ՞։ Լավ, բայց ինչ է իրականում անում այդ ընդլայնումը։ Ինչու՞մ է այդ փոքրիկ կետն ու մի քանի տառն այդքան կարևոր։ Ահա եւ պատասխանը՝ շատ պարզ։ Ձախ կողմում տեսնում ենք ուղղակի տերև բառը։ Համակարգչի համար սա ոչինչ չի նշանակում, պարզապես տառերի հավաքածու է, բայց երբ աջ կողմում ավելացնում ենք PNG-ն, մենք համակարգչին տալիս ենք շատ հստակ հրահանգ, ուշադրություն, սա նկար է, եւ դու պետք է այն բացես նկարներ դիտելու ծրագրով։ Այսինքն ընդլայնումը կարծես ֆայլի անձնագիրը լինի։ Հիմա, երբ հասկացանք ընդլայնման կարևորությունը, եկեք սուզվենք ֆայլերի տեսակների աշխարհը։ Ինչպես իրական կյանքում կան տարբեր տուփեր, շշեր, ծրարներ, ամեն մեկն իր նպատակի համար, այնպես էլ թվային աշխարհում կան անթիվ անհամար ֆայլի տեսակներ։ Մի պահ նայեք այս պատկերակներին։ Վստահ եմ դրանցից շատերն անմիջապես ճանաչեցիք, այնպես չէ։ Յուրաքանչյուրը մի ամբողջ աշխարհի դուռ է բացում։ Այս մեկը DOCX-ը տեքստերի աշխարհն է, MP3-ն երաժշտության, իսկ JPG-ն իհարկե լուսանկարների։ Այս աղյուսակը շատ լավ ամփոփում է ամենատարածված տեսակները։ Տեսնում եք, թե ինչպես է ամեն ինչ տրամաբանական, տեքստային փաստաթղթերի համար ունենք DOCSI PDF, նկարների համար JPG PNG։ Ուշադրություն դարձրեք վերջին տողին EXE։ Սա արդեն պարզապես տվյալ չէ, սա գործարկվող ծրագիր է, որը համակարգչին հրահանգներ է տալիս։ Լավ, գնացինք առաջ։ Բաժին 4. Անվանման կանոնները։ Հիմա, երբ արդեն գիտենք անվան կառուցվածքը, եկեք տեսնենք, թե ինչ կարելի է անել եւ ինչն է խստիվ արգելված։ Ահա մի հետաքրքիր, բայց օգտակար փաստ։ Շատ համակարգերում ֆայլի անունը իր ընդլայնման հետ միասին չի կարող 255 նիշից երկար լինել։ Հիմա դա կարող է շատ թվալ, բայց երբեմն երկար նկարագրական անուններ տալիս կարելի է այդ սահմանին մոտենալ։ Իմանալը չի խանգարի։ Իսկ սա արդեն շատ կարևոր է։ Այս նիշերը, որ տեսնում եք, արգելված են ֆայլերի անուններում։ Ինչու՞։ Որովհետև համակարգիչն ինքն է դրանք օգտագործում հատուկ հրամանների համար, օրինակ, թղթապանակների ուղիները ցույց տալու համար։ Սա խառնաշփոթից խուսափելու համար է։ Եվ ահա թե ինչ կլինի, եթե փորձեք խախտել այդ կանոնը։ Համակարգիչը պարզապես թույլ չի տա ձեզ պահպանել ֆայլը եւ կհայտնվի այսպիսի սխալի մասին հաղորդագրություն։ Սա ոչ թե համակարգչի քմահաճույքն է, այլ նրա կայուն աշխատանքի երաշխիքը։ Եվ վերջապես հասանք վերջին, 5-րդ բաժնին։ Եկեք մեր սովորածն ամփոփենք մի շատ պարզ ու գործնական օրինակով։ Սա իմ կարծիքով հիանալի կերպով ամփոփում է ամբողջ թեման։ Պատկերացրեք ունենք մի թխկու տերև։
Ձախ կողմում տեսնում ենք JPG ֆայլ։ Այն պահում է հենց տերևի տեսողական պատկերը։ Իսկ աջ կողմում ունենք XLSX ֆայլ, աղյուսակ, որը պահում է նույն տերևի մասին տվյալներ՝ չափը, գույնը, գտնվելու վայրը։ Տեսնում եք, նույն իրական օբյեկտը, բայց երկու լրիվ տարբեր ֆայլեր, յուրաքանչյուրն իր յուրահատուկ նպատակի համար։ Եվ սա է թերևս ամբողջ իմաստը։ Երբ դուք հասկանում եք ֆայլերը, դուք վերահսկողություն եք ստանում ձեր թվային միջավայրի նկատմամբ։ Դուք այլևս պարզապես օգտատեր չեք, այլ դառնում եք ձեր սեփական, կոկիկ ու արդյունավետ թվային աշխարհի ճարտարապետը։ Այսպիսով, հիմա երբ դուք արդեն ծանոթ եք այս թվային շինանյութերին, հարց է առաջանում. իսկ դուք ինչպիսի թվային աշխարհ կկառուցեք։ Շնորհակալություն ուշադրության համար։